Մեր ամեն օրը կորուստ է սիրելի։ Մենք մեր ապրած ամեն օրը, որ ուրախանում ենք, որ այսօր ապրեցինք, մեկ օրով մեծացանք, հակառակը մենք մեկ օրով մահվանը մոտեցանք։ Մենք մեկ օրով ավելի հասուն դարանք հասկանալու, որ այս աշխարհի մեջ մենք ժամանակավոր այս ընթացքի մեջ ինչի համար կռվել ենք, ինչի համար պայքարել ենք, ինչի համար բարկացել ենք, զուր է այս ամենը, որովհետև մի ամբողջ կյանք նորից հետ կտաս այդ ամենը շտկելու համար, որպեսզի ճշմարիտ ճանապարհով հասներ այդ ամեն ինչի։ Ցավոք սրտի, բայց մարդիկ այս ամենը իմանալով, գիտակցելով, հասկանալով շարունակում են նույն ընթացքի մեջ լինել, հավատացյալ կամ անհավատ։ Բոլոր այս մեղքին ենթակա են, որովհետև ինչքան որ մեր հոգին ձգտում է հավիտենությանը, մեր միտքը մեզ պահում է ժամանակի մեջ, այս աշխարհի մեջ։ Մենք այս աշխարհում ենք ուզում տուն կառուցել, մեքենա գնել, ամուսնանալ, զավակ ունենալ, հաշվի համարի վրա շատ փող ունել։ Ամեն մեր մտածումը այս աշխարհի մեջ է։ Բայց երբ որ հոգնում ենք այս ամենից, տեսնում ենք, որ այս ամենը ունենալուց հետո դու երջանկություն չունես, ներքին խաղաղություն չունես, ներսդ քեզ տանջում է, նոր ես անդրադառնում, որ բայց մենք սրա համար չենք կոչված այս աշխարհի մեջ ապրելու։ Սրանք բոլորը միջոցներ են, սրանք բոլորը անհրաժեշտություն է այս կյանքի մեջ ապրելու, բայց սա մեր նպատակը չէ, եւ ոչ էլ սա մեր վերջնահանգրվանն է, որտեղ մենք պիտի հայտնվենք, այլ այս ամենը պետք է պատրաստվելու հավիտենական կյանքի։